Վրաստան, Թուրքիա, Իրան, Ադրբեջան։ Ինչ են անում Հայաստանի հարևանները, ինչ է կատարվում այդ երկրներում։ Չնայած Հայաստանի ու Վրաստանի համագործակցությունը միշտ կրել է ռազմավարական բնույթ, այժմ այն ամրագրվել է նաև պաշտոնական մակարդակում, հայտարարել է Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Վրաստանի նախագահի հետ հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսում։ Նախագահ Կավելաշվիլիի հետ մեր քննարկումների ընթացքում անդրադարձել ենք երկու բազմավորորդ փոխգործակցությանը եւ Հայաստանի ու Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության շարունակական զարգացման ուղղված հետագա անելիքներին։ Մեր քննարկումների առանցքում են նաև երկկողմ տնտեսական համագործակցությունը, ինչպես նաև տրանսպորտի, զբոսաշրջության, էներգետիկայի, գործարար, ներդրումային, մշակութային, կրթական եւ երիտասարդական ոլորտերին առնչվող հարցերի լայն շրջանակ։ Նախագահ Խաչատուրյանը տեղեկացրել է, որ անդրադարձ է եղել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում տեղի ունեցած եռակողմ հանդիպման արդյունքներին եւ տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման արդյունքում ստեղծվող տնտեսական հնարավորություններին։ Նախագահը վստահություն է հայտնել, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև տևական խաղաղությունը եւ կայունությունը, ինչպես նաեւ տարածաշրջանում տրանսպորտային եւ հաղորդուղիների ապաշրջափակումը Հարավային Կովկասը կվերածեն արդյունավետ տարանցիկ եւ լոգիստիկ հանգույցի, նպաստելով նաեւ տարածաշրջանային ու գլոբալ փոխկապակցվածությանը։ Միխայիլ Կավելաշվիլին էլ նշել է, որ համաշխարհային լարված իրավիճակի ֆոնին Վրաստանը եւ Հայաստանը շարունակում են զարգացնել քաղաքական, տնտեսական եւ միջազգային կապերը։ Նա նաեւ ընդգծել է Հայաստանի ու Վրաստանի համագործակցությունը բազմակողմ ձևաչափերում։ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Թբիլիսիում հանդիպում է ունեցել Վրաստանի էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարար Մարիամ Կվրիվիշվիլու հետ։ Քննարկվել է համագործակցությունը տրանսպորտային եւ լոգիստիկ ոլորտներում, ինչպես տարածաշրջանային, այնպես էլ երկկողմ մակարդակներում։ Կողմերը նաև մտքեր են փոխանակել երկու երկրի տնտեսական օրակարգին վերաբերող մի շարք այլ հարցերի շուրջ։ Պապոյանը հանդիպել է նաև Վրաստանի գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի նախարար Դավիթ Սոնգուլաշվիլու հետ։ Քննարկվել են Վրաստանի տարածքով հայկական կոնյակով բեռնված մեքենաների արագ եւ անխոչնդոտ անցմանը, կոնյակի իզոտոպային բաղադրության փորձաքննության արդյունքների փոխադարձ ճանաչմանը վերաբերող հարցեր։ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն վստահություն է հայտնել, որ Եվրամիությունը չի չեղարկի Վրաստանի հետ առանց վիզայի ռեժիմը։ Նրա խոսքով դա ճնշման վերջին միջոցն է, որին դիմում է Բրյուսելը, քանի որ մյուս բոլոր գործիքները սպառվել են։ Կոբախիձեն հավելել է, որ այդ քայլը կլինի ոչ պրագմատիկ։ Վրաստանի վարչապետն անդրադարձել է նաև Մարտակոսի հայտարարությանը, որ Եվրամիությունը մտադիր է ավելացնել օգնությունը Վրաստանի քաղաքացիական հասարակությանը, չնայած նրան, որ նման աջակցության համար պայմանները գնալով բարդանում են։ Կոսի խոսքով Բրյուսելը փորձում է վտանգի չենթարկել աջակցություն ստացողներին։ Այս ամենն ուղղակի խոստովանություն է, որ նրանք ցանկանում են նորից փորձել անկարգություններ կազմակերպել այստեղ, ինչի համար մտադիր են սև գումարներ տրամադրել։ Իհարկե պետությունը կփորձի մինչև վերջ պաշտպանել իր շահերը։ Վրաստանի վարչապետը հավելել է, որ ոչ կառավարական կազմակերպությունների միջոցով արտերկրից Վրաստանում հեղափոխություն կազմակերպելու 5 փորձ է արվել։ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն արձագանքել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հական Ֆիդանի հայտարարությանը, թե Հայաստանի համար կարևոր է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը, եւ եթե Թուրքիան անի դա հիմա, Հայաստանից կխլի Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը ստորագրելու ամենամեծ դրդապատճառը։ Նախ Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը եւ սահմանի բացումն իսկապես կարևոր են Հայաստանի համար։ Նույն կերպ կարևոր է նաեւ Ադրբեջանի հետ հաստատված խաղաղության հետագա ինստիտուցիոնալացումը։ Երկու ուղղություններով էլ Հայաստանն անկեղծ ջանքեր է գործադրում։ Միաժամանակ, սակայն, այս երկու բաղադրիչներից որևէ մեկը մյուսով պայմանավորված չեն եւ եթե անպայմանորեն փորձենք դրանց միջև պատճառահետևանքային կապ տեսնել, գուցե պարզվի, որ Թուրքիայի հետ հարաբերությունների ամբողջական կարգավորումը կարող է ոչ թե բացասաբար, այլ ճիշտ հակառակը դրական անդրադառնալ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացի վրա։ Միրզոյանն անդրադարձել է հաղորդուղիների ապաշրջափակմանը։ Նա հիշեցրել է, որ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում տեղի ունեցած խաղաղության գագաթնաժողովում համաձայնեցվել են այդ գործընթացի հիմնական սկզբունքները։
տարածքային ամբողջականություն, սահմանների անխախտելիություն, ինքնիշխանություն, իրավազորություն, փոխադարձություն։ Սրանց շրջանակներում սահմանված թրիպ ուղին կապելու է թե Ադրբեջանը Նախիջևանի հետ, թե Հայաստանն այլ երկրների հետ, թե ավելի լայն աշխարհագրությամբ տարածաշրջաններն իրար հետ, Հայաստանի եւ Ադրբեջանի միջոցով, հայտարարել է Միրզոյանը։ Արտգործնախարարը հավելել է Հայաստանը շահագրգիռ կերպով ակտիվ ջանքեր է գործադրում այն հնարավորինս շուտ կյանքի կոչելու ուղղությամբ։ Ուկրաինայի եւ Թուրքիայի նախագահներն Անկարայում քննարկել են ռուս-ուկրաինական հակամարտությունը դադարեցնելու հեռանկարները։ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է Ռուսաստանի հետ քննարկել առաջարկներ, որոնք կարող են մոտեցնել հրադադարը եւ խաղաղության համար ճանապարհ հարթել։ Նա կարևորել է Ստամբուլյան բանակցությունները շարունակելու անհրաժեշտությունը, նշել Անկարան ակնկալում է բոլոր գործընկերների կառուցողական մոտեցումը, որոնք ձգտում են դադարեցնել արյունահեղությունը։ Էրդողանն ընդգծել է, որ Ուկրաինան Թուրքիայի ռազմավարական գործընկերն է։ Նա վերահաստատել է Անկարայի հավատարմությունը Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանն ու անկախությանը։ Վոլոդիմիր Զելենսկին էլ հայտարարել է, որ Էրդողանի հետ քննարկել են պաշտպանության ոլորտում հետագա գործակցությունը, պատերազմի հուսալի եւ արժանապատիվ ավարտի ուղիները։ Ուկրաինայի նախագահը նշել է, որ Թուրքիայի հետ միակարծիք են, խաղաղությունն ու անվտանգությունը պետք է երաշխավորված լինեն։ Զելենսկին կարևորել է Թուրքիայի ակտիվ ներգրավվածությունը կամեցողների կոալիցիայում, հատկապես դրա ռազմածովային բաղադրիչում։ Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հերքել է ԱՄՆ նախագահի հայտարարությունը ընթացող բանակցությունների մասին, ընդգծել ներկայումս Իրանի եւ ԱՄՆ-ի միջև որևէ բանակցային գործընթաց չկա։ Նա նշել է, որ անիմաստ է բանակցությունները մի երկրի հետ, որը չի ճանաչում բանակցային գործընթացի երկկողմ բնույթը, հպարտանում է Իրանի դեմ ռազմական ագրեսիայով եւ ձգտում է թելադրել իր պայմանները։ Նախորդին Թրամփը հայտարարել էր, որ բաց է Իրանի հետ գործարքի կնքման համար։ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տեսուչները վերադարձել են իրանական միջուկային օբյեկտներ, որոնք չեն տուժել հունիսին իսրայելական հարձակումների հետևանքով, հայտարարել է ՄԱԿ-ի գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին։ Նրա խոսքով տեսուչների աշխատանքի ռեժիմի ամբողջական վերականգնման համար անհրաժեշտ է Թեհրանի հետ ավելի սերտ համագործակցություն։ Գրոսին ընդգծել է, որ կանոնավոր կապի մեջ է Թեհրանի հետ եւ կոչ է արել Իրանին ապահովել ատոմային էներգիայի միջազգային գործակալության հասանելիությունը այն օբյեկտներին, որոնք տուժել են հարձակումների հետևանքով։ ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին մեկնաբանել է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի կողմից Գազայի հատվածում իրավիճակի վերաբերյալ Միացյալ Նահանգների ներկայացրած բանաձևի ընդունումը։ Նրա խոսքով այն չպետք է կիրառվի այնպես, որ խախտի կամ թուլացնի պաղեստինցի ժողովրդի հիմնարար իրավունքները, ներառյալ ինքնորոշման իրավունքը եւ անկախ պաղեստինյան պետության ստեղծումը։ Իսլամական Հանրապետությունը հայտարարել է, որ թեև Գազայի բնակիչների դեմ պատերազմի դադարեցումը կենսական նշանակություն ունի, այն չի ազատում երկրներին եւ միջազգային կազմակերպություններին արդարության ապահովման հանձնառությունից։ Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն ամփոփել է նոյեմբերի 18-ից 19 Հայաստան կատարած այցը, բանակցությունները որակել ինտենսիվ եւ բովանդակալից։ Շնորհակալ եմ փոխվարչապետ Մեհեր Գրիգորյանին, արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին եւ այլ պաշտոնատար անձանց Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի Հայաստան-Թուրքիա կարգավորման, տարածաշրջանային համագործակցության կապուղիների եւ հումանիտար հարցերի վերաբերյալ կարծիքների խորը փոխանակման համար։ Գրոնոն վերահաստատել է Եվրամիությունը աջակցում է հայ եւ ադրբեջանցի գործընկերներին լիարժեք խաղաղության եւ տարածաշրջանային հաջողությունների ճանապարհին։ Քաղաքական հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Էլիսոն Հուքերը մեկնել է Բաքու հանդիպել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հետ։ Քննարկվել են երկկողմ գործակցության հեռանկարները, Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղության գործընթացը, ինչպես նաեւ տարածաշրջանային եւ գլոբալ անվտանգության հարցեր։ Կողմերը գոհունակություն են հայտնել, որ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք են բերվել պատմական պայմանավորվածություններ։ Ընդգծվել է ռազմավարական գործընկերության ամրապնդման, տարածաշրջանային կայունության համար համատեղ ջանքերի կարեւորությունը։ Ըստ ադրբեջանական կողմի հաղորդագրության Ջեյհուն Բայրամովը նշել է, որ Բաքուն շահագրգռված է Թրամփի ուղի նախագծի աշխատանքներն արագացնելու հարցում։ Հուքերը հանդիպել է նաև Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ։ Քննարկվել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները, խաղաղ կարգավորման օրակարգի առաջմղման եւ հաղորդակցությունների ոլորտում տարածաշրջանային նախաձեռնությունների իրականացման հետ կապված հարցեր։
Բարդուհի Արությունյան, հարևաններ։